Ձեր կարծիքով կալուգացի օլիգարխը 44-օրյա պատերազմի օրերին, երբ որ կողմերին կոչ էր անում բանակցությունների սեղանին նստել, նա պամպերսով էր, թե առանց պամպերս էր, ու ինչից էր վախենում նման հայտարարություններ անելիս, արդյոք կալուգայի ինչ որ մի վարչության պետի օգնականից, կամ հիմա որ օրինակ ասում է, որ ինքը արդեն հաջորդ վարչապետն է, սա հալյուցինացիաներ առաջացնող սնկի ազդեցության տակ է ասում, թե ի սկզբանե մի բան է ինչի նրա գլխում, հետաքրքիր է ձեր կարծիքը։ Կալուգեցի օլիգարխը խոստովանեց, որ Հայաստան 300,000 ադրբեջանցիներ գալու մասին թեզը վերցրել է դեռևս տարիներ առաջ Ալիևի արած հայտարարությունից։ Ու այն, որ հիմա Ադրբեջանում նման խոսույթ չկա, գոյություն չունի ու քննարկում չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս հարցի շուրջ, չի խանգարել Կալուգեցի Սամոյին ու նրա թիմակիցներին ամիսներ շարունակ ստեր տարածել։ Կալուգեցի Սուտասան օլիգարխը նաև հաստատեց, որ որևէ տեսակի ապացույց չունի, որ Հայաստան 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Կալուգեցի օլիգարխը նաև խոստովանեց, որ որևէ տեսակի պայմանավորվածությունից տեղեկություն չունի 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Փաստացի այս ամենով հաստատելով, որ ինքն ու իր թիմակիցները երեսպաշտ Սուտասանների նման ամիսներ շարունակ ստեր են տարածել ու այդ կեղծ թեզով փորձել են սանել մեր հանրությանը։ Հիմա էլ ասում է, երբեք չի լսել, որ վարչապետը այս հարցին ու թեմային անդրադառնա ու հերքի։ Պարոն Սուտասան, դե հիմա ուշադիր լսի։ Ադրբեջանի հետ երբեք նման հարց չեն քննարկել եւ չեն քննարկում։ Անմակարդակ, տգետ, քաղքենի, մեծաբերան, բայց միևնույն ժամանակ շատ ծիծաղելի։ Ահա այս բառերով ես կբնութագրեի Կալուգացի Սամոյի ասուլիսը ու ենթադրում հենց այդ բառերով էլ մեկնաբանում եմ հիմա նրա ասուլիսը, բայց իշխն ամենածիծաղելի դե մարդ պամպերսներից է խոսում։ Ուզում եմ Սամոյին հիշեցնել, որ Սամո ջան, ախր քո շեֆացու էլի, որ հեսա իրան պետք է իբր ձայն տակ, որ վարչապետ ընտրվի։ Քոչարյան Ռոբներ այդ պամպերսի գծով շատ առաջ էր գնացել, տենց բավականին առաջ էր գնացել այդ պամպերսի գծով, ու դու էլ հենց որ կարենայիր գրավում ուծեիր, որ նա էլ կալանքից դուրս գար։ Ով, դու Ռոբը, երկուսդ։ Պամպերս բառը ինձ թվում է պետք է ամաչեք տալուց էլի։ Մեծ տղա եք ամեն դեպքում, ինձ թվում է պետք չի։ Կալուգացի օլիգարխը հերթական անգամ հայտնվել է ծիծաղելի իրավիճակում, հայտարարելով, հրապարակելով սխալ, ոչ ճշգրիտ, անգրագետ մասնագիտական առումով թվեր։ Ուրեմն ինչ է հայտարարել Կալուգացի օլիգարխը։ Ասում է Արարատյան դաշտում հողերի 10%-ն է մշակվում։ Ուրեմն նայում ենք պաշտոնական վիճակագրության թվերը եւ ինչ արդյունքներ։ Տեսնում ենք Արարատյան դաշտում շուրջ 62,000 վարելահողերից 62,000 հեկտար մշակվում է շուրջ 40,000-ը կամ 65%-ը։ Սրա մեջ ներառված չի օրինակ եւս 27,500 բազմամյա տնկարք, որտեղ սա էլ է մշակվում, այգիներ են սրանք։ Եվ այս երկուսը իրար հետ մոտ 90,000 հեկտարը եւ սրա 75%-ը մշակվում է։ Իսկ ինչ նկատի ունի Կալուգացի օլիգարխը չգիտեմ։ Երևի սա այս հարցը պետք է տա իր այն խորհրդատուներին, որոնք իրենց սխալ տվյալներ են տալիս եւ անընդհատ ծիծաղելի վիճակում են հայտնեցնում։ Ողջույն բոլորին, պարզվում է մենք հալյուցինոգեն սնկերի մասնագետ ունենք մեր ընդդիմությունում, որը այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ։ Կալուգացի օլիգարխին ասում ենք, գիտես մեր օրենքները սահմանադրությունը արգելում են այլ երկրի քաղաքացիներին առաջադրվել եւ ընտրվել պատգամավորի տեխնացու եւ վարչապետ, ասում է ես լինելու եմ վարչապետ։ Ես էլ տիեզերագնաց եմ դառնալու, բայց չէ, ես տիեզերագնաց չեմ դառնա, որտեվ քոպես հալյուցինոգեն սնկեր չեմ կերել, քեզ հայտնի շատ տարբեր երկրների ռեստորաններում։ Մի քիչ շատ կեր, կարող է մենակ մեր երկրի վարչապետ չդառնաս, այլ օրինակ հալյուցինացիաներում ուրիշ երկրի վարչապետ է դառնաս։ Չեմ ուզում ոչ մեկի նկատմամբ խտրականություն իհարկե դրսևորել եւ խարան, բայց հաճախ մարդիկ իրենց տենց հալյուցինացիաների տակ օրինակ նույնականացնում են Հուլիոս Կեսարի հետ,
Նապոլեոն Բոնապարտի հետ, հիմա այս մեջ դեպքն է։ Դոզան շատ է եղել հալուցինոգեն սնկերի։ Մի քիչ թուլացրեք, գոնե նիժնի տապրի հարկայինի պետի տեղակալի մակարդակի, որ հետո շատ ցավոտ չլինի հիասթափությունը։ Հիմա հասկանում եք, թե ինչի էին ամիսներ շարունակ արհեստական բանականությամբ սարքած հայտարարություններ տարածում Կալուգացու անունից, որովհետև գիտեին, որ եթե ինքը սկսի իր բերանով խոսել, բոլորը միանգամից հասկանալու են, որ նա անգրագետ է, եւ ավելին, նման լիակատար ապուշություններ է սկսելու դուրս տալ։ Ինչն էլ տեղի ունեցավ այսօր։ Իսկ ինչ վերաբերում է հալյուցինացիա առաջացնող սնկերին, կամ ինչպես Կալուգացին է ասում, գալյուցինացիա առաջացնող սնկերին, կարծում եմ նման սնկեր ամեն օր ընդունում է նրան Հայաստան ուղարկողը, որովհետև կներեք արտահայտությանս համար, բայց միայն կայֆի տակ եղած մարդու մտքով կարող է անցնել, որ այս անգրագետը կարող է գալ Հայաստան եւ իշխանություն վերցնել։ Այս մարդիկ արձագանքում են այն ամենին, այսինքն ցնցումների մեջ են այն պատճառով, որ օրեր առաջ մեր երկրում մենք ընդունեցինք մեծաքանակ պատվիրակություն Եվրոպայից, Եվրոպան եկավ Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում շատ մեծ տապանակար դրեց ընդդիմության ամբողջ խոսույթին, որը նա այս տարիների ընթացքում անում է։ Մասնավորապես, իսկ ինչի վրա ինքը տապանակար դրեց, ինչ տեղի ունեցավ։ Առաջատար երկրների առաջնորդները գալով այստեղ շատ մեծ հարգանք ցույց տվեցին մեր երկրին, մեր ժողովրդին, շատ մեծ հարգանքի արժանացրեցին մասնավորապես երկրի վարչապետին։ Այն կարևորագույն երկու ռազմավարական պայմանագրերը, որոնք որ ստորագրվեցին Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ, դրանց ազդեցությունը, դրանց մեծ նշանակությունը դերը դուք կտեսնեք մայիսի 28-ին, ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ մեծ քանակությամբ հանգստացնող դեղեր խմել, որ կարողանաք այդ ամեն ինչը մարսել եւ այդ հերթական ցնցումների մեջ չընկնել։ Դուք եւ ազգային ժողովում այս 5 տարի նստածները եւ այն նորաթուխ իբր ուժեղ են, բայց հին մատորով այդ ռուսական օլիգարխները ուղղակի ատում եք հային, ուղղակի ատում եք Հայաստանը, ատում եք հայ ժողովրդին, դուք հայտարարում եք, ատում եք Հայաստանը, հայտարարում եք, ձեր ամբողջ քաղաքական ճարտարապետությունը կառուցում եք ստի, վախի, ատելության, ապատեղեկատվության վրա։ Դուք նենց եք անում, որ ժողովուրդը փոքրիկ բանի վրա էլ որ ուզում է ուրախանա, հետո իրան մեղավոր զգա, որ ինքը ուրախանում է։ Չգիտեմ ձեզանից ով կամ ձեր հետ կապակցված ինչ որ մեկը կանգնեց ասեց Պարի հանդեսի այդ տոնի մեծ տոնի օրը կանգնեց ասեց, որ 7 շրջանը հանձնել եք, հատուկ եք հիմա 7 շրջան պար բռնել Հանրապետության հրապարակում, այդպիսով թիրախավորելով այն երեխաներին, ովքեր ամիսներ շարունակ պատրաստվել են այդ միջոցառումներին։ Դուք այնքան եք կարմիր գծերը անցել, որ ցեղասպանությունը, եռաբլուրը, զոհերը եւ նմանատիպ արժեքները, Արցախը այնքան եք արժե զրկել, միայն թե ձեր քաղաքական դիվիդենդները հավաքեք։ Ես ուզում եմ ձեզ հարց տամ, եւ ոնց ինչ սրտով դուք գնացիք եռաբլուր։ Եռաբլուրը ինչ սրտով դուք գնացիք Ծիծեռնակաբերդ, տեղում էր թե տեղում չէր։ Ինչ սրտով գնացիք, երբ որ ամիսներ շարունակ ասում էիք, որ քանդում են այս իշխանությունը եկել է քանդում է, թուրքի պատվերն է կատարում։ Ինչ սրտով դուք գնացիք եւ ձեր հարգանքի տուրքը մատուցեցիք զոհերի հիշատակին։ Ուզում եմ դիմեմ մեր սիրելի քաղաքացիներին, այս մարդկանց քոքը մաշել է, շատ վաղուց է մաշել, ժողովուրդը իր պատասխանը կտա հունիսի 7-ին եւ հաջորդ նիստին հունիսի 23-ին այդ ժամանակ այստեղից կխոսենք, տեսնեմ ձեր ասելիքը որն է լինելու, տեսնեմ նույն sense վճռականությամբ, նույնպիսի մոտիվացիայով դուք կգաք կխոսեք, թե ընդհանրապես կլռեք։ Հուսով եմ շատերիդ այստեղ ուղղակի չենք տեսնի։